Արմլու լրատվականի տեղեկություններով 12-ամյա երեխան, որի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ էր հայտնաբերվել, շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն առկա է դրական դինամիկա։ Տեղեկությունների համաձայն նա ներկայումս գտնվում է Երևանի Վիգմոր բժշկական կենտրոնում։ Հիշեցնենք, Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերելու դեպքի առիթով մեկ անձ ձերբակալվել էր։ Երեկ այս մասին հայտնել էր Ներքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Ձեռքդ տուր համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև դպրոցի տնօրենը։ Նրա խոսքով էքսկուրսիային մասնակցել է 21 աշակերտ, որոնց ուղեկցել են 7 ուսուցիչներ։ Էքսկուրսիայի ընթացքում երեխաներին հյուրընկալած բարեգործական հիմնադրամը իր տնակում նրանց հյուրասիրել է լավաշ, պանիր եւ վարունգ, որից հետո երեխայի վիճակը վատացել է։